Ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը որ մի երկու շաբաթ այսպես մեջս էփում է եւ հիմա առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Թվոց 13-րդ գլուխ 28 խոսքից է։ Երբ որ լրտեսները հետ են վերադառնում, պատմեցին Մովսեսին ու ասեցին. գնացինք այն երկիրը, որ ուղարկեցիր, իրոք կատումեղր էր բխում այնտեղ։ Ահա նրա պտուղը, բայց այն երկրի մեջ բնակվող ժողովուրդը զորավոր է եւ քաղաքները պարսպապատ ու խիստ մեծ են։ Նաեւ այնտեղ ենակի որդիներ տեսանք։ Ամաղեկացիները այն երկրի հարավային կողմն էին ապրում ու քեթացիները, հեբուսացիները ու ամորացիները լեռներ էին բնակվում։ Քանանացիները ծովի մոտ ու Հորդանանի եզերքն էին բնակվում։ Եվ Քաղեբը ժողովրդի Մովսեսի առջև լռեցրեց ու ասեց. աղեք, ելենք ու ժառանգենք ձայն, որովհետև մենք անշուշտ կարող ենք նրան տիրել։ Եվ նրա հետ գնացող մարդիկ ասում էին. մենք այն ժողովրդի վրա ելնելու կարող չենք, որովհետև նրանք մեզանից զորավոր են։ Եվ իրենց լրտեսած երկրի համար գեշ լուր բերեցին Իսրայելի որդիներն ասելով. այն երկիրը, որուն մեջ մենք անցանք լրտեսելու համար, իր բնակիչները ուտող երկիր է, եւ նրա մեջի ժողովուրդը, որ մենք տեսանք, հաղթահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներ, ենակինի որդիներ, որ հսկաներ են, այնպես որ մենք մեր աչքին մարախի պես երևացինք եւ այնպես էլ նրանց աչքին երևացինք։ Լրտեսները հետ են վերադառնում եւ պատմում են ով ինչ տեսել է։ Եվ իմ թեման էսպես են վերնագրել. մեղուներ եւ ճանճեր։ Մեղուներ եւ ճանճեր։ Ինչ ես տեսնում, մեղուներ եւ ճանճեր։ Գիտեք, ես կանդրադառնամ քիչ հետո այստեղ նորից, բայց ուզում եմ մի նկարկացույց տակ։ Նայեք, այս մեկը ճանճա, այս մեկը մեղույա։ Գիտեք, արտակնապես բավական նմանություն կա։ Հիմա նայեք, ինձ մի հատ գրիշ կտակ, ես ուզում եմ մի բան ցույց տամ ձեզ։ Հիմա նայեք, տեսնում եք սա ճանճի աչքերն են, տեսնում եք սա էլ մեղույի աչքերն են։ Գիտեք, եւ որ ես ուսումնասիրում ու նայում էի, ճանճը ունի հազարավոր աշկեր, եւ գիտեք ճանճը կարողանում է 360 աստիճան տեսնի։ Հիմա նայեք, հիմիկվան միջև անգամ նոր տեխնոլոգիայով մեքենաները ունեն տեսախցիկներ 360 աստիճան։ Դու մեքենայի 360 աստիճան, այսպես դու տեսնում ես, մեքենայի հետ մեջ նստած տեսնում ես։ Այս նույն ճանճը ունի այդ համակարգը իր վրա տեղադրած, այսպես ասեմ։ 360 աստիճան ունի իր վրա տեղադրած եւ ինքը ունի հազարավոր փոքրիկ աչիկներ եւ ամեն բան ինքը փազելի տեսքով տեսնում է։ Հիմա ուզում եմ նույն բանը ցույց տամ մեղուի վրա։ Մեղուն ունի 5 աչք, գիտեք, 2 մեծ, 3 փոքր աչքեր։ Բայց մեղուն էլ ունի հազարավոր փոքր աչքեր։ Բայց մեղուն 360 աստիճան չի տեսնում։ Բայց մեծ բայց հիմա նայեք։ Քանիսդ գոմ ունեք։ Գոմ, անասուն, քանիսդ ունեք։ Կամ ունեցել եք։ Ահա։ Քանիստ եք, երբ որ գոմ մտե, տեսել մեղուները ձեր գոմի մեջ բզզում են։ Բայց ինչքան ուզեք ճանճ կա։ Հիմա նայեք, երկուսն էլ, խնդրում եմ նույնիսկ նկարը ցույց տվեք, որ ավելի sense դիմացից է ու աչքերը ավելի շատ են երևում։ Հիմա նայեք։ Էսի նույն նկարն է։ Ահա, հիմա տեսեք։ Նայում եք աչքերը։ Նայեք ինչքան շատ աչքեր կա ճանճի վրա եւ ինչքան քիչ մեղուի վրա, համեմատական։ Բայց հիմա նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Ճանճը միշտ տեսնում է կեղտը, գնում գտնում է կեղտը, գնում գտնում է կեղտափոսը, գնում է գարշը հոտության վրա։ Բայց հիմա նայեք նույն մեղուն դուք չեք տեսնի, որ մեղուն նստած լինի օրինակի համար կովի թրիկի վրա։ Երբեք չեք տեսնի։ Մեղուն նստում է ծաղիկների վրա։ Հիմա նայեք երկուստ եք նույն տարածքի մեջ թռնում է մեղուն եւ թռնում է ճանճը։
Մեղուն չի տեսնում այդ կեղտերը, չի գնում այդ կեղտի վրա, ճանճը տեսնում այդ կեղտը գնում այդ կեղտի վրա։ Մեղուն տեսնում է ծաղիկը, ճանճը չի տեսնում ծաղիկը։ Դուք չեք տեսնի, որ գիտեք ինչ կա, այն հատկապես հոտավե ծաղիկները, որ գնում ես դաշտում ուզում ես մի հատ հոտ քաշել, մեղուն մեջից թռավ։ Բայց չես տեսնի, որ ճանճը մեջից թռնի։ Բայց մտնում ես գոմ, հատկապես եթե դու խոզել ես պահում, ճանճերը վխտում են։ Հարց։ Ինչ ես տեսնում։ Որն է քո մտածելակերպը։ Նայեք, ինչքան աչքեր ունի ճանճը եւ ինչքան աչքեր ունի մեղուն։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ ճանճը երբեք չի տեսնում լավ բաները։ Ճանճը երբեք չի տեսնում ու ես որ կարդում եի, նայում եի իր աչքերի կառուցվածքն է նայում, ինքը ունի 380 աստիճան տեսողություն։ Պատկերացեք ինքը կանգնած է այստեղ, ինքը նաև տեսնում է իր հետևը, տեսնում է կողքը, տեսնում է այս մյուս կողմը, դիմացը 380 աստիճան, 360 աստիճան, 360 աստիճան, ինքը ամբողջը տեսնում է, բայց այդ ամբողջի մեջ ինքը չի տեսնում ծաղիկը, գիտեք։ Ինքը չի գնում ծաղիկից հոտ քաշում, ինքը չի գնում նեկտար հավաքում։ Բայց գիտեք, չունի մեղուն 360 աստիճանը, բայց ինքը թռնում է գնում ծաղիկի վրա, գնում է շիրի վրա, գնում է քաղցր բանի վրա, ու ինքը հավաքում է։ Հիմա հարց, ինչ ես տեսնում։ Դու եկեղեցում նստած ես, ու մեկ էլ քո դրոնը թռնում է ճանճդ։ Սկսում ես տեսնել, ինչ լավ է քույրիկ էս ինչ գեղեցիկ է հագնված, ինչ անուշ բուրմուն կա իր վրայից, ինչ երևակայի Ֆրանսիայից նոր ստացած օծանելիքը նվեր, ասենց բուրում է իրան։ Վաու, այս մեկ ինչ լավ է երկար ժամանակ չէր գալիս, այսօր էստեղ է։ Այն մյուսը ասում է, վաու, ես իր համար կաղոթեմ։ Այն մեկին տեսնում ասում է, ես որ դուրս գանք, ես իրան կորտնեմ։ Մեկ էլ այն մյուսի դրոնն է հելնում։ Այս ինչ փնթի է այս վիճակը։ Յա, բարև եկար, այս ուր է չկայիր։ Կգայիր էլի։ Յա, այս ինչի ասես նստած թևերը խաչած, բայց չեն ասում, որ չի կարելի թևերը խաչել։ Ճանճը բարձացել է, ու սկսում է բոլորին քննադատել։ Գիտեք, եկեղեցում կան երկու տեսակ մարդիկ։ Կամ դու հայտնվում ես նրա մեջ, բոլորին քննադատելով միշտ վատն ես տեսնում, լսի, ես էլ ունեի այդ օծանելիքից, ափսոս վերջացավ, բայց կյանքում չի ունեցել դրանից։ Լսի, այդ եղունգների մանիկյուրը, որ քսել ես, այդ վայբերից ես լավը չի, արի, ինչից մի հատ անուր ուշանում տվեք, ինչից եք, թեմոից բերեք։ Բայց ինքը կյանքում ոչ մի անգամ չի օգտագործել, չգիտեմ, ինչ են ասում դրան, մանիկյուր, հա։ Բայց ինքը ցույց է տալիս, որ ինքը ամեն ինչ գիտի։ Գիտես, սա նման է այս կենդանուն։ Այն մյուսը, լսի ասում է, գուցե վայբերիսից, չգիտեմ, պատվիրած են ամենա էժան օծանելիքն է բերել, բայց գալիս մը լսի ինչ անուշոտ է գալի։ Վաու, մալացես, բրավո։ Ասում ես լսի իրոք։ Հա, ասում ես ինչ լավն է։ Անուշոտ ունի։ Գալի միշտ դրանից օգտագործես։ Որ գալիս տեսնում ես իմ կողք, ես ուզում եմ այդ հոտից միշտ քեզնից վայելեմ։ Նայում եմ մեկը մեքենա ասում է, լուրջ, ես դու ես։ Հա, ասում է, տեղերս փոխել եմ, ճանճից գնացել եմ մեղույն։ Գիտեք, իրականության մեջ դու կարող ես ամեն ինչի մեջ վատ բան տեսնել։ Ամեն ինչի մեջ կարող ես վատ բան տեսնել։ Ամեն ինչի մեջ կարող ես բացասական տեսնել։ Երկու մարդ իրար հետ խոսում են, դու մի անգամից գաս, այս հաստատ ինձանից են խոսում։ Բայց խոսքը вообще դու կապ չունես իրաց խոսակցականի մեջ։ Այս հաստատ իմ մասին են խոսում։ Տեսար հենց եկա հասել ասում ձեները կտրեցին։ Գիտես ինչի ձեները կտրեցին։ Որտեղ վախեցան լսես, որ ոնց են իրան կորտնվել, գնաս ու սկսես կախարդություն անել։ Թե սարին կորտվել է ես չէ։ Բայց քո մասին ընդհանրապես չէի խոսում իրանք։ Քանի որ դու ունես այս կենթանու բնավորությունը ու մտածելակերպը, դու միշտ կեղտն ես ման գալի, միշտ վատ բան է, վատ հոտին ես գնում։ Գիտես, բայց այս մյուսը, գիտեք ինչ անում, տեսնում եք իր ոտիկները։ Ինքը գնում է, ծաղկափոշու վրա նստում է,
իր ոտքերով հավաքում է ծաղկափոշին իր վրա։ Գիտեք, հիմա տեսեք, այստեղ ինքը փոքրիկ նայեք, համարը նույն կնճիթներն են, բայց այստեղ ավելի հետաքրքիր է, ինքը նաև վերստում է նեկտարը իր մեջ ու բերում է փեթակ։ Իսկ ճանճը փչացնում է։ Առակած գրքում ասում է մի հատ ճանճը կարող ամբողջ մի հատ թանը փչացնի, մեղրը փչացնի։ Որտեւ այդ նույն ճանճը գնում նստում է չգիտեմ ինչի վրա։ Հատկապես գյուղերում, երբ որ սանհանգույցը դրսում է, ռիսկ չես անում գնալ, որտեվ հետո գիտես անընդհատ ցես քորելով մանես գալու քեզ։ Իսկ ոչ մի անգամ դրսի սանհանգույցում դու չես տեսնի մեղու։ Դուրը փակում ես, մեկ էլ լսում ես ճանճերը մեջը բզում են։ Բայց ոչ մի անգամ մեղու չես տեսնում։ Սելես դու երկու տարբերակ ունես։ Կամ միշտ այս կենթանոպես ես մտածում, չնայած որ իր աշկերը ավելի շատ են, քան մեղվինը, չնայած երկուսն էլ թռնում են, կոնկրետ թիվ չկար գրածը հազարավոր, երկուսն էլ հազարավոր ունեն, բայց ճանճի համար գրում է 360 աշճան տեսողություն ունի։ Իրանք երկուսն էլ puzzle են տեսնում։ Ավելի ճանճին ավելի շատ է, քան մեղվին, երկուսն էլ իրանք puzzle են տեսնում։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ մեղուն, ասա մեղուն կպի կողքին դասա մեղու։ Մեղուն միշտ լավն է տեսնում։ Գնում մանա գալի ծաղիկը գտում է։ Ու չի ասում, օխ, ես ինչ լավ էր ծաղիկը գտա, եսի մենակ ինձ։ Գալիս է փետակ, ասում է տղեկ, լսեք, մի հատ տեղ լավ բան եմ գտել, գնացինք։ Սա մեղվի բնավորությունն է։ Ճանճը նստում է կեղտի վրա ու մնում է տեղ։ Իսկ մեղուն գնում է փետակ, ասում է տղեկ, մի քիչ իմ բարերով ասեմ, հա, անես բերք եմ գտե գնացինք։ Այս վերջերս մի ազնվորությունից հարցնում էր մեղվից, ասի լսի, ցերեկով չկերակրեք։ Ցերեկով կերակրեցիք, հանգարց այդ շիրեն թափվեց դուրս։ Այդ ռազվետչիկ մեղուներ կան, որ անցան տեսան այդ կերկա գնալու է խաբար անեն փետակը, ամբողջ փետակը գալու է տեղ ու ջարդը սկսվում է։ Ովքեր մեղու պահել են կամ գիտեն, թեկուզ ովքեր լսեն ինձ իրականության մեջ դա այդպես է։ Մեղուների ջարդը սկսվում է։ Ինչի, որովհետև այնտեղ ինքը կերատենում գնում իր փետակին խաբարանում ու գիտես կնդե կերկա, այնտեղ էլ գնաց։ Շատ անգամ մարդիկ մեղվապաները վերստում են ծուխը ու ընկնում են մեծ քանակի ծուխ են տալի, որ այդ կոտորածը կանգնացնեն։ Հիմա նայեք, սերելիս դու երկու տարբերակ ունես, կամ դու քաղեբ ես, կամ դու այն մյուս մարդիկ ես, որոնք որ միշտ բացասական են խոսում ու մարդկանց սրտերը թուլացնում են։ Նայեք ինչ ասես քաղեբը։ Աղեք, ելենք ու ժառանգենք նրան, որովհետև մենք անշուշտ կարող ենք նրան տիրել։ Նայեք, քաղեբը ճանաչում էր Աստծուն, գիտեր ով Աստված, եւ գիտես ինչ, ասում էր մենք կարող ենք։ Իսկ այն մնացածը, այն 10 հոգին, Հեսուի մասին այդտեղ չի խոսում։ Հո, մենք չենք կարող, նրանք մեզի կուլ կտան, նրանք սենց կանեն, նրանք գնենց կանեն։ Իրենք այս կենթանու բնավորությունը ունեին։ Եվ իրանք չէին կարողանում տեսնել լավը։ Չէին կարողանում տեսնել դիմացինի մեջ լավը։ Հիմա գիտեք մի բան ասեմ, բոլորս գիտես եթե դու քննես քեզ եւ քո մեջ լավ կողմեր կան եւ վատ կողմեր կան։ Եվ դու կարող ես գիտես ինչ անել լավը բարձրացնել, վատը իջացնել։ Եվ որ մենք սկսում ենք զարգացման կենտրոնը, ինձ ասում են ինչ ասում ես ուզում եմ երեխեքի մեջ այդ այսբերգը բարձրացնեմ։ Գիտեք այսբերգի ինչ բան է։ Այն մեծ առոցի կտորը, որ օվկիանոսում լողում է։ Գիտես դու գուցե վերևում օրինակի մար տեսնում ես 10 քառակուսի, ներքևում 50-80 քառակուսի է։ Եվ նայես դու դուղիդ ինչ կբարձրացնես վերև։ Գիտես դու կարող ես մարդուն տեսնել ու իր մեջ լավ արժեքները բարձրացնել եւ մարդուն տեսնել ու ֆշշացնել։ Գնամ ու կծեմ մի հատ թողի սկսի քորել իրան։ Բայց գիտեք մի ուրիշ բան ասեմ, իհարկե չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ալերգիա ունեն, մեղվի կծածը շատ անգամ առողջարար է, գիտեք։ Իսկ ոչ մի ճանճի կծածը առողջարար չի։ Ես չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր ալերգիա ունեն։ Կան մարդիկ, որ ալերգիա ունեն, իրանց համար վտանգավոր է, հակացուցված է։ Բայց այն մարդիկ, ովքեր այդ խնդիրը չունեն, մեղվի կծած իրանց համար որոշակի առողջություն է։ Բայց ոչ մի ճանճի կծածը ընդհակառակ ինֆեկցիա է հասնում։ Մեկ անգամ մեր ավակովը խոսում էր ցույց տվեց ցեցե ճանճը, որը շատ փոքր ճանճը, տարեկան քանի միլիոն մարդ է մահանում իր կծածից։ Եվ հիմա նայեք,
Դու ես որոշում ով ես դու։ Դու քաղեբ ես։ Նայեք ինչ հայկան ասեցին։ Մենք այն ժողովրդի վրա չենք կարող ելնել, որովհետև մեզանից զորավոր են։ Նայեք ինչ ես դու տեսնում։ Երբ որ դու տեսնում ես Աստծո աչքերով, ամեն բան փոխվում է։ Երբ որ դու չես տեսնում Աստծո աչքերով, էլի է բան փոխվում։ Բայց այս անգամ ոչ քո օգտին։ Ցանկացած իրավիճակ կարող ես դու կամ տեսնել քաղեբի նման, կամ կարող ես մյուսների պես ասել, «Օ, դա չի ստացվի, դա անհնար, դա գիտես ինչքան է ինձանից հեռու»։ Դու ես որոշում։ Ինչ ես տեսնում։ Մեղուի նման ես տեսնում, թե ճանճի պես։ Ճանճի պես բզզում ես։ Գիտեք մի հատ բան ասեմ, ես ժամանակին մեղու պահել եմ։ Այսպես են ասում, ձագախաղ։ Որ իրանց ձագերին հանում են խաղացնելու։ Գիտես, դու կարող ես փեթակի առաջ նստել, անջատել քո Facebook-ը, Instagram-ը, քո բոլոր սոցցանցերը ու նայել իրենք ոնց են սովորացնում իրանց ձագին թռնելը։ Եվ այդ իրանց այդ ձայնը, անուշ ձայնը, գիտես դու չես հոգնում։ Ոչ էլ վախենում ես, գիտես։ Դու նստում ես ու նայում ես իրանք ոնց են իրանց ձագերը սովորացնում թռնել։ Իհարկե մենք միշտ մասկով ենք նստում։ Դու ես որոշում, սիրելի եղբայրս, քույրս, կան մարդիկ ովքեր մեզ լսում են, դուք եք որոշում ինչպիսի տեսողություն ունենաք, մեղվի թե ճանճի։ Դուք եք որոշում ունենաք քաղեբի տեսողությունը, թե մյուսների տեսողությունը։ Ամեն ինչի մեջ վատն եք ման գալի, թե գիտես կա, եթե ինչ-որ բան էլ վատ կա, կարող ես լավը հանել ավելի բարձր, ու երբ որ լավը հանում ես ավելի բարձր, վատը դրա տակ կորում է։ Օ, եղբայր, ես ինչ ես ասում, բայց վատը կա, չէ՞ վсё-таки։ Իհարկե կա։ Գիտեք, երբ որ կովերի նախիրը անցնում է գյուղի մեջով, հետո իրանից հետո մեքենայով վրաստում ես, 3 ժամ պետք է մեքենան պրտես, որ մաքրես։ Հետո նենց է կպնում մեքենային իրանց արտադրանքը, որ չի փոխվում։ Գես չես տեսնի ոչ մի մեղու նստած այդ արտադրանքի վրա։ Բայց դες մեջ ճանճերը սենց հավաքված են։ Դու ես որոշում, սիրելիս, ինչպիսի տեսողություն ունենաս։ Նայեք, նորից եմ ուզում այստեղը կարդալ։ Ասում եմ, եւ նրանք տեսան հսկաներ ենակինի որդիներ, որ հսկաներ են այնպես, որ մենք մեր աչքին հիմա կախված է թե դու ինչպիսի տեսողություն ունես։ Քո աչքին դու մեղու ես, քո աչքին դու ճանճ ես, ով ես դու քո աչքին։ Դու քաղեբ ես, դու հեսու ես, թե մնացած 10 լրտեսներ ես, որոնք որ թուլացնում են մարդկանց սրտերը։ Բա խաբար ես հովիվ ընթազավտ առեմ։ Մա չգիտես որտից առեմ։ Աղջի ասում են մեր զոհաբերություններ հավաքում գնում ավտո առում։ Հələ ավտո չեմ առել ժողովուրդ։ Մեկ էլ մեկ ասում, գիտես հովիվ ավտորը, վաու, փառք Աստծուն, էսա որ գնամ խանութ, մի հատ լավ հոտ եմ առնելու, տանեմ ասեմ ով ջան, էսի քեզ նվեր, կամ մի հատ եղբոր։ Գիտես կա էսինչ եղբայրը կամ քույրը, էսինչ բանա առե կամ օրնվելա։ Կգնամ խանութ օրինակ մի հատ աքսեսուար կառնեմ իր մեքենայի համար։ Այն մեկ ասում, «Յա, էդ էր պակաս։ 200 դրամ տամ մի հատ աքսեսուար առնեմ»։ Ինչ ես նայում դու։ Ես կենթանուպես ես նայում, թե ես մեկի, որի նման ես նայում, ուրախանում ես, երբ որ քո քուրը կամ քո եղբայրը ինչ-որ հաջողությանը ասե, թե գնում ես են մեկի մոտ, աղջի, խաբար ես, Վարդուշի մարդ ավտո է առեմ, հետո էլ ասում ենք մի 5000 պարտքով փոխտոց մը փող չունեմ, բայց ոնց եղավ մարդը $15,000 ավտո առավ, կամ 50,000 ավտո առավ, նայեք, փոխանակ ուրախանաս ես փառք ես Տեր ջան, Իմ քրոջս ամուսինը նոր մեքենա է առե, օրհնված լինի, իրականում Տիրոջ պաշտպանությունը վրան լինի, թե յա, հետ որտեղից։ Այն մարդը աշխատել է առել է, քեզ ինչ որտեղից։ Գնա դու էլ աշխատի առ։ Նայեք, ասում եմ, մենք մեր աչքին մարախի պես երևացինք։ Գիտես, երբ որ դու քեզ միշտ մերժված ես տենում, դու մերժված էլ մնալու ես։ Ինչ որ հարցում օրինակի համար քեզ մերժել են, ոչինչ, ես մյուս հարցում ես կգնամ առաջադեմ կդառնամ։ Ստեղ էլ մերժում է, ես մյուսին կգնամ։ Հիշում եք այն առակը, որ Հիսուսը պատմեց, այրի կնոջը դատավորի։
Դատավոր դատաստես։ Այմարդ գնեն չուզում, դատավոր դատաստես։ Եկել պատկասում եք առավոտ քնից դատավորը հելում է SMS-ա գալի, դատավոր դատաստես։ Ուզում եմ տնից դուս գետ կնիկը կանգնած է, դատավոր դատաստես։ Գնում է դատանի դալիչելը չմտած այդ կնիկը նիլա, դատավոր դատաստես։ Ասում ես դատավորը, ասեց Աստծուց չեմ վախենում, մարդկանցից չեմ ամաչում։ Բայց ես կնգա դատը տենամ թող այդ հոգնեցրեց ինձ։ Այս մի տեղը քեզ մերժել են, գնես մյուս տեղը։ Այս մյուս տեղը ստեղ կգամ։ Յա, տեսար չէ, ես իմ նման ազնվազարմ ցեղի ներկայացուցիչս ինձ ասեցին դու այս ծառայությանը չես կարող լինել, դու ես մեկին պետք է լինես։ Յա, այդ դու մից էի պակաս։ Գիտեք դու մտածելակերպն է իրա։ Այրա մտածելակերպն է։ Այս մյուսը գիտես ինչ ասում։ Վաու, ուրեմն իմ համար ավելի լավը կա։ Ուրեմն Աստված իմ համար լավը ունի։ Եթե այստեղ չեմ, ուրեմն այնտեղ կլինեմ։ Ես ընկա կրճատման տակ ինձ գործից ազատեցին։ Ուրեմն լավագույն է ունես դու։ Չէ, ախրետի շատ լավն էր։ Լսի, եթե Աստված քեզ այդտեղ թույլ է տվել, որ քեզ կրճատեն գործից, ուրեմն քո համար լավագույնը ունի։ Ինչի՞ չես մտածում այդ լավագույնի մասին։ Մենք նոր ենք ամուսնացել, ինձ գործից դուրս արեցին, Աստված ջան, ինչ եմ անել, նոր ամուսնացանք, գործից դուրս արեցին։ Իհարկե գործից դուրս արին ծառայության համար։ Այդ օրը ծառայությունները ես պետքա մկրտություններ այնտեղ պետքա լինեի ու գործի չէի գնացել, դրա համար գործից դուրս արի։ Ասի Տեր ջան, դու գիտես քո գործի համար ես ամեն եղե։ Ես չգիտեի որ գնալու եմ տնօրենի մոտ, տնօրենը սկսի խոսալ, այ տղա ջան, ինչ տարիքով մարդ է, վաղ ես երիտասարդ էի։ Այ տղա ջան, մենք էլ ենք Աստծուն հավատում, ես կոմեն, լավ, գնա պահեստում, այնտեղ կաշխատես։ Ես դուս եմ ասում, Տեր շնորհակալ եմ։ Ես չգիտեմ ինչ գործ այդ գործ ունեմ։ Այնտեղ ես օրը 12 ժամ է աշխատում, հերթափոխով ծորեն էինք ընդունում։ Էլևատրի սլեսար էի աշխատում։ Ինձ ուղարկեցին պահես մեշոք բարձով։ Ասել լավ, ոչինչ։ Հետո չգիտեմ որ դա իմ համար օրհնություն է լինելու։ Հետո չգիտեմ որ պահեստապետը ֆարշ բանելու են, հանելու են մի հատ ուրիշ մարդու են բերելու։ Այդ մարդը ամբողջը վստահելու է, պահեստի բալանիները տալու է ինձ։ Ու պայմանը սենց ամեն մեշոկը որ բարձում ենք 50 դրամ էր, դա 98 թվին։ Օրը 1000 մեշոկ բաց են թողում, փողը կիսում են, կես երկու բան որս կեսը իրան։ Ես ժամը 5-ին շոր ես փողած գալիս էի տուն, այն մյուսները նայում են էլևատրի վրա, միջև ժամը ոսկի 8-ին պետք է աշխատեին։ Ու ես հասկացա որ այն ինչ որ եղավ իմ համար ես մյուսը մտածում է որ բա ինչ եմ անելու, Աստված օրհնության ուրիշ դուր բացեց։ Գիտեք, եկեք այս կենթանու մտածելակերպից փոխվենք այս մեկին։ Ամենտեղ վատը չմտածենք, ամենտեղ կեղտը ման չգանք։ Այս սկսենք լավը նայել։ Գիտես մեղուն ունի 5 աճ, բայց ծաղիկներ է տեսնում, նեկտար է տեսնում։ Մարդիկ պահում են մեղվին։ Քանից դեք լսե ճանճերի բուծարան։ Ո՞վ է լսե ճանճերի բուծարան։ Ճանճ ենք բուծում, նոր սերունդի ճանճա։ Բայց գիտես տեսնում ես մարդիկ մեծ գումարներ են ծախսում մեղուի համար։ Առավել ևս, եթե իրականում մեղուին ոչնչացնես երկրի վրայից, մի քանի տարի հետո երկիրը կկործանվի։ Որտեղ բոլոր փոշոտները հիմնականում մեղուն անում։ Այդ որ դուք այսօր բերք ունեք, դա մեղվի շնորհիվ։ Հիմա կախված է դրանից դուք դառնաս իրականում այդպիսի տեսողության տեր, թե մյուսը։ Դու ունես երկու տարբերակ։ Ամեն բանում միշտ տեսնել վատը, կեղտոտ բաներ, մտածել, կեղտոտ բաներ խոսել, կամ քո դեն կամ փոխվում է, ու դու սկսում ես տեսնել Աստծո մեջ, Աստծո տեսակետից ու Աստծո հայացքներից քո հաղթանակները։ Դու երկու տարբերակ ունես։ Ինքան եմ լսեմ, մեռնեմ պրստեմ։ Լսել եմ մարդիկ ասեն օրորոցս վարվեր չլնեի։ Ուզում ես հասկանաս լուրջ։ Ինքան եմ լսել Կարակներ օրոցս վարվեր ես չլնեի։ Գիտեք մարդիկ ինչի, որովհետև իրանք չեն կարողանում իրապես մտածել։ Իրանք մտածում են իրապես ամեն բան վատա, բայց գիտեք մի բան ասեմ, այդ ամեն վատի մեջ կարա լավն է լինի, գիտեք։ Գիտես քոյությունը կարա փոխվի։ Երբ որ դու սկսես նայել նենց ոնց որ Տերն է նայում։
Բոլոր դետալները նայեցնած ոնց որ Աստված է նայում։ Այդ դեպքում դու պիտի ճանաչես Աստծուն, որ կարողանաս։ Քաղեբը ճանաչում էր Աստծուն։ Ոչ թե հավատում էր, այլ ճանաչում էր։ Դու կարող ես, բայց ես հավատում եմ։ Հավատալը բոլորին ուրիշ բան է, ճանաչել ուրիշ բան է։ Գիտեք, այս գյուղում այնքան մարդիկ կան, որ գիտեն այս եկեղեցու մասին, հետո ասեմ մեկ-մեկ նես բաներ եմ լսում, որ ասում եմ, «Իսկ ես չգիտեմ եկեղեցու ներսում ինչա կատարում, բայց դրսում գիտեմ»։ Հետաքրքրված ես այս դետալնի ամեն ինչով, ասում եմ, «Փառք Աստծո, որ ոչ մեկը չի կարող մեղադրել, որ գիտես կա, դուք ֆանջ բաներ եք անում»։ Հիմա նայեք։ Գիտեք ամեն հետաքրքիրը որն է։ Դու կարող ես այդ ամեն ինչի մեջ նայել Աստծո աչքերով ամեն հարցին։ Եվ դու ունենալ հաղթանակ։ Ունենալ հաղթանակ։ Քաղեբը ասաց, եկեք գնանք ու վերստենք, որտեղ ինքը ճանաչում էր Աստծուն։ Հիմա գիտես դու կամ ճանաչում ես Աստծուն, կամ հավատում ես։ Գիտեք, այս գյուղում մարդիկ կան, որոնք որ օրինակ եմար լսել են օրինակ եմար ձեր հովի մասին։ Ոմանք գուցե ինտերնետով տեսել են, բայց շատ քիչ մարդիկ գուցե շատ-շատերը չեն շփվել ու չեն ճանաչում իրան։ Բայց կան մարդիկ, որոնք որ նախկինում ուրիշ կարծիք ունեին։ Հետո շփվելով այդ մարդկանց հետ ասել, ախպեր, բայց մենք լրիվ ուրիշ կարծիք ունեինք։ Հա որ ասում են ինտերնետը գնացել էր, տնեցի շփվում ենք, ասում ենք նորմալ մարդիկ են, հա։ Ուզում եմ գնանք Ելիս 12-րդ գլուխ։ Խնդրեմ ես նկարը փակեք։ Հերիքա։ Հերիքա։ Ելիս 12-րդ գլուխ 41 խոսքը։ 40-ից կարդամ։ Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիների բնակված ժամանակը 430 տարի էր։ 430 տարիներից վերջին օրը Տիրոջ բոլոր զորքերը Եգիպտոսի երկրից ելան։ Հիմա կխնդրեմ մյուս նկարը դրեք։ 400 տարի ստրուկ էին։ Ճիշտ է։ Հիմա նայեք։ Իրենք այսպիսի տեսք ունեին։ Ստրուկները չեն կարա ուրիշ տեսք ունենան։ Համաձայն եք։ Բայց գիտեք Աստված ինչ էր տենում, նորից եմ ուզում այդ տեղը կարդալ։ Ասում է Տիրոջ բոլոր զորքերը Եգիպտոսից ելան։ Իրանք իրականության մեջ այսպիսին էին, բայց գիտես Աստված իրանք այսպես էր տեսնում։ Իրանք տենում էր բանակ, զորք, չէր տենում ստրուկ, այս կարգավիճակ ցնցոտիներ, կամ սենց հողաթափերով, կամ այս կարգավիճակը չէր տենում Աստված։ Ասում է զորքը դուրս եկավ։ Հիմա երբ որ դու սկսես նայել Աստծո աչքերով քո բոլոր հարցերին, հավատացեք այս ցնցոտիներից կտեղափոխվի այստեղ։ Այս ցնցոտիներից կտեղափոխվի այստեղ։ Ու երբ որ մենք սկսում ենք կարդալ Աստվածաշունչը, տեսնում ենք, գիտեք ինչ է։ Լիք ազգերի վրա վախեր եկե։ Այս մարդիկ այսպիսի ստրուկ էին, 400 տարի ծառայում էին Եգիպտոսին։ Դուրս գալուց Աստված ասում է իր զորքը։ Չի ասում ստրուկները։ Նայեք Աստված ուրիշ ձևի է նայում քո բոլոր խնդիրներին ու հարցերին, դու ուրիշ ձևի ես նայում։ Աստված լուծումն է միշտ տեսնում, դու խնդիրի, չգիտեմ, այն մանրուքներն ես ուզում հասկանալ ինչի։ Գիտես, լուծումը սկսի տեսնել։ Սկսի լուծումը տեսնել։ Ոչ թե խնդիրին, մանրուքների վրա խորացի օրերով, ժամերով, չգիտեմ, ասեն դու մնա դրա մեջ, այլ լուծումը սկսի տեսնել։ Ասում է Տիրոջ զորքերը դուրս եկան։ Հիմա նայեք, բայց իրենք ստրուկ էին։ Իրենք այսպիսի ցնցոտիներ ունեին, այնպիսի վատ իրավիճակ ունեին, բայց դուրս գալուց Աստված ասում է իմ զորքը։ Իմ զորքը։ Ճանճի տեսողություն ունես, թե մեղվի։ Քեզ հարց տու։ Կամ այն մարդիկ ովքեր մեզ կլսեք, մտածեք, ինչ տեսողություն ունեք դուք։ Ճանճի նման եք ամեն ինչում նայում։ Թե սկսում ես մեղվի նման նայել ամեն հարցին։ Հիմա նայեք։ Աստված տենում է քեզ որպես իր բանակը, Աստված տենում է քեզ որպես իր զորքը, աշխարհը քեզ տենում է ցնցոտիներով ստրուկ։ Աշխարհը քեզ տեսնում է այսպեսին, Աստված քեզ տենում է այնպեսին։ Հիմա դու ես որոշում ոնց նայես։ Նայեք, մեկ անգամ ես կարդում եմ Սմիթ Վիգլսվորթի մասին մի պատմություն, որ ինքը գնում է մեկ անձնավորության համար աղոթելու, եւ որ ձեռքերը դնում է սկսում աղոթել, ձեռքերը հետա վերցնում, ասում ես չեմ աղոթի, ասում են ինչի։ Ասում ես մարդը չի ուզում բժշկվի։ Հետո որ խոսում է անձնավորության հետ,
Ասում է, քանի դեռ ես հիվանդ եմ ու իմ աղջում եմ, ներողություն, ասում է, բոլորը ինձ ուշադրություն են դարձնում, բոլորը ինձ հետևում են, բոլորը գալիս են, խնամք են անում ինձ, ասում է, բայց ես որ առողջ եմ, ոչ մեկ ինձ ուշադրություն չէր դարձնում, ինձ սենց լավ է, ավելի լավ է մնամ հիվանդ, բոլորի ուշադրության կենտրոնում, քան լինեմ առողջ, ոչ մեկի ուշադրության կենտրոնում։ Ես հիասթափվել եմ։ Ես հիասթափված եմ, ու եկեղեցում բոլորն ասում, ես հիասթափված եմ, որպեսզի բոլորի ուշադրությունը իր վրա գրավեն։ Վաու! Վալոդը հիասթափվել է։ Սիրուշը հիասթափվել է, բոլորը Սիրուշի կողերը պտտվեն։ Ու իրեն դուր է գալի, ու ինքը չի ուզում դրանից դուրս գա։ Իրեն դուր է գալ այդ վիճակը, որտեղ ինքը դառնում ուշադրության կենտրոն։ Հիմա դու ես որոշում, սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեն։ Դու նայես քո բոլոր հարցերին Աստծո աչքերով, թե նայես քո հարցերին ոնց որ ճանճներ նայում։ Ասում Աստծո զորքերը։ Հիմա նայեք, բանակի Եգիպտոսից դուրս եկածողները ստրուկ էին, առավելևս վերջի ժամանակահատվածում։ Ասում եմ, միջև անգամ իրանց աղյուս բաներ մի տվեք, ծղոտ էլ մի տվեք, այդ մնացած բաներ էլ մի տվեք, թող գնան իրեն ճարեն վերեն հավաքեն։ Բայց քանակը նույնն էին ուզում։ Գիտեք, իրանք դուրս էին գալիս այսպիսի կարգավիճակով։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Աստված նայում էր իրանց, որ իրանք այսպիսին են։ Գիտես, Աստված նայում է քեզ ուրիշ աչքերով։ Դու նայում ես հայելու մեջ, ասում ես, դու մեզ բեք։ Դու պրծածի մեկն ես։ Դու ոչ մեկն ես։ Բոլորը քեզ ասում են դու են բան կա մի հատ մի քիչ վատ անեկդոտ է, որ մի օր Վարդանիկը հանդիպում է իր դասատուին, ասում է, հիշում ես, որ ինձ ասում էր քեզնից Պողոս Պետրոս դուրս չի գա, էսի Պողոս ես Պետրոսը։ Հիմա նայում ես քեզ այլում ես, ասում ես, չէ, ինձանից Պողոս Պետրոս դուրս չի գա։ Գիտեք, հավատացեք, եւ որ դուք սկսեք ճանաչել Աստծուն ու սկսեք Աստծո աշկերով նայել ձեր կյանքի ցանկացած հարցին, գիտեք, ամեն իրավիճակ փոխվում է։ Դու նայում ես, որ դու քո կեղտափոսի մոտ նստած, տղեկ արեք, այսօր լավ ջուր է եկե, գոմից լավ ջուր է եկե, եկեք դրանք ինչ ենք անում, եւ կարող ես այն մարգագետնի մեջ ջուրը սենց ման գալու վայելել այդ ծաղիկները, ինչ ես ուզում դու։ Ինչ ես տեսնում դու։ Նայում ես Աստծո աչքերով բանակ, զորք, թե ուղղակի տեսնում ես այսպես ցնծոտիներով մարդիկ։ Այդ ամենը կախված է քեզանից ու քո Աստծո փոխհարաբերությունից։ Հիմա նայեք, եկեք ազնիվ եղեք ձեր հետ։ Կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք։ Երբ որ դուք Աստծո մեջ եք, երբ որ դուք աղոթքի մեջ եք, երբ որ իր ներկայության մեջ եք, երբ որ դուք իր ներկայության մեջ sense վայելում եք, լողում եք, ձեր աղոթքի թեման բոլորովին ուրիշ է, ու դուք այդ աղոթքի ժամանակ sense կարծես այսպես զինված տղեկ եք, հա, կամ քուրիկներ եք։ Աղոթքից դուրս ես գալու եկել մարդդ կամ կնիկդ գոռում է։ Հələ նայտես Վարդուշի մարդը ոնց է սենց անում դու չես անում գնա պատապ գնալով որ աղոթքի մեջ սենց էիր, հակեր գնալով սենց փոքրանում ես, ասում ես լավ, ես գիտեմ, իմանում եմ ինչ անեմ, գնացիր։ Եվ ճիշտ հակառակը։ Ես կարող եմ։ Ինձ զորացնող Քրիստոսով ես կարող եմ։ Թույլ չտալ բոլոր հիասթափությունները, թույլ չտալ բոլոր գայթակղությունները, թույլ չտալ Աստված ինձ տեսնում է այս զորքի պես ես այսենց մկանոտ զինվոր եմ լնելու իր համար։ Ու ջարդելու եմ սատանայի գլուխը։ Ոչ թե ցմծոտիներով մեկը, որը որ ցենց խեղճ ու կրակ գալիս է եկեղեցի, որպեսզի տեսնի, օրինակ ով իր վրա ուշադրություն կդարձնի։ Հավատացեք։ Երբ որ դուք սկսեք Աստծո աչքերով նայել շատ հարցերին, ամեն ինչ կփոխվի։ Ամեն ինչ կփոխվի։ Ամեն։ Գիտեք, աշխարհը տեսնում ուրիշ ձևի, Աստված ուրիշ ձևի է տեսնում։ Գործք առաքելոց 9-րդ գլխի մեջ, երբ որ Պողոս առաքել 13-ից 16-ում է գրված, խնդրեմ գաք նվագեք։ Ճիշտ հասկանում եմ, որ ձեր մոտ շատ ցուրտ ալնելու նվագելը, բայց տարբերակ չկա։ 13-ից 16-ը։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Պողոսը կույր նստած է տանը։ Աստված խոսում է Անանիայի հետ, Անանիա գնա։ Ասում է դու խաբար չես Տեր ինքը ինչ էր անում։
Մեկ ես կարդում եմ Աստծո կամ իրական կյանքում նայում եմ, մարդիկ ինձ բաներ են, բրոց Աստծո շիբանես խաբար չի։ Ասում դու խաբար չես ինք ինչ էր անում։ Բռնում էր, ջարդում էր, բերում էր։ Ասեց գնա։ Ինքը իմ համար։ Ուզում եմ կարդամ այդ վերջի հատվածը։ Գործքի 9-րդ գլուխ։ Որովհետև ես նրան պիտի ցույց տամ, թե պետք է իմ անվանս համար նեղություն կրի։ Գնաս մը, որովհետև նա ինձ ընտիր աման է, իմ անունս կրելու հեթանոսներ ու թագավորներ եւ Իսրայելի որդիների առջև։ Աստված տեսնում էր Պողոսին այդպիսի վիճակում։ Անանյան տեսնում էր ուրիշ վիճակ։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Եվ որ մեկ աշխարհից դարձյա գալիս Աստծուն, աշխարհը տեսնում է, հա, տեսար, այս մի ավազակն էլ գնաց եկեղեցի, այս մի անարակն էլ գնաց եկե, այս մի թալանչին էլ գնաց, այս մի հիվանդն էլ գնաց, այս մի տկարն էլ գնաց։ Գիտեք Հիսուս ասեց, ես չեկա առողջների համար, ես եկա հիվանդների համար, եկա մեղավորների ապաշխարության կանչելու համար։ Բայց գիտեք Աստված այդ պայն ինչա տեսնում։ Չի տեսնում քո կարգավիճակը դու ոնց եկել ես, Աստված տեսնում է դու ով ես լինելու։ Ինչի մենք այդպես չենք նայում։ Ինչի մենք չենք կարողանում նայել են մարդկանց, ովքեր որ գալիս է եկեղեցի, կապ չունի մեղավոր կյանքով են ապրել։ Ինչի մենք չենք կարող տեսնել ինքը ով կարա լինի։ Չէ։ Ինքը անցյալում սես բան ա ունեցել։ Հետո ինչ։ Այդ որ մեկի անցյալը չգիտեմ ինչ չի եղել բացի Հիսուսից։ Մեկը մի քիչ վերև, մեկը մի քիչ ներքև։ Սելի եկեղեցի, դուք պետք է մի բան հասկանաք։ Եվ որ Աստված մեկին բերում է ընտանիք, դու պետք է տեսնես Աստված ոնց է այդ մարդուն հետոն տեսնում։ Գիտեք, երբ որ Մարիամին բերում էին քարկոծելու Հիսուսի մոտ, գուցե Հիսուսը գետնի վրա նստած գրում էր ու տեսնում էր, որ Մարիամը առաջի հարության ավետից վերողնա լինելու։ Գուցե տեսնում էր Մարիամը ոնց է ծառայելու հետագայում եկեղեցում։ Գուցե ուրիշ շատ բաներ, գրված չէ այդպես, ես ուղղակի սեմ պատկերացումն է։ Բայց այն մարդիկ քարերը ձեռ ասում էին, ասա, տանք թե չտանք։ Մովսեսը սենց ասա, ասա, ինչ անեմ։ Գիտես շատ անգամ մարդիկ գալիս են նման կարգավիճակով։ Ու գիտեք ամենացավալին նաև որն է լինում, որ շատ անգամ նաև իմ անունից խոսում են ուրիշ թե ով է սենց ասե։ Բայց դե ով ընդհանրապես դրա մասին գաղափար էլ չունի։ Ով է սենց ասեց։ Հետո որ ինձ հարցնում են ծառը, ով ջան, ես գաղափար էլ չունեմ դրա մասին։ Եկեք նայենք այն ինչ որ Հիսուսն ուզում տեսնենք։ Եկեք մեղվի պես նայենք։ Եկեք նայենք, տեսնենք այդ մարդը ով կարա լինի։ Եկեք այդ մարդը մեղավորը օգնենք իրան, թող ինքը իրականում հանդիպի Հիսուսին։ Գիտեք աշխարհի դաժանա։ Եվ որ այդ մարդը մեղքի մեջ թաղված ու ապրում է պղծության մեջ, ոչ մեկի պետքը չի։ Ոչ մեկ չի խոսում իր մասին։ Բայց հենց մարդը վերստում է եկեղեցու ճանապարհ ուզում է եկեղեցի գնա, մեկ էլ բոլորը հայտնվում են։ Յա։ Այս Փարսադարի տղա Մուրադն էլ եկավ եկեղեցի։ Բա գիտեք։ Այո, գիտենք։ Ինքը զաթո եկավ եկեղեցի, բա դու։ Չէ, ես սուրբ եմ։ Գիտեք, հավատացեք, Աստված ամեն մեկիդ կանչում է սուրբ կյանք ապրելու։ Ամեն մեկիդ կանչում է սուրբ կյանք ապրելու։ Եկեք այդ ամեն իրավիճակները նայենք Աստծո աչքերով։ Երբ որ դուք սկսես նայել Աստծո աչքերով, դու Քաղեբի պես կտեսնես։ Դու կտեսնես Աստծո աչքերով ոչ թե ստրուկի, այլ բանակի, զորքի։ Դու ոչ թե կփնտրես, հələ կային տենամ Էլ ինչ մեղավոր անցյալ ունի, որ կարողանամ ձեռիս կոզեր ունենամ, որ հարկ եղած դեպքում ասեմ, տեսար սենց էր դու անում։ Հնդակառակ ինձ հետաքրքիր չի ինչ ունի։ Ինձ հետաքրքիր է հիմա ինքը ով է, ու հետո ով է լինելու։ Աստված տենց է տենում։ Աստված ասեց,
Դու խաբար չես Անանիա։ Ինքը իմ անունը տանող է լինելու։ Կապ չունի որ 3 օր առաջ օրինակի համար կոնկրետ օրը չեմ կարող ասեմ, սա իմ ենթադրությունն է։ 3 օր առաջ Ստեփանոսին սպանելուց ինքը այդ ամեն ինչին մասնակից էր։ Դու չգիտես ինքը ինչ անելու։ Գիտեք Աստված ուրիշ բան է տեսնում, սիրելի եկեղեցի։ Ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, Աստված ուրիշ բան է տեսնում։ Եկեք սկսենք նայել Աստծո աչքերով։ Եկեք ման չգան կեղտը, եկեք ման գանք ծաղիկը։ Ձեր հաղորդակցությունների մեջ ման մի եկեք կեղտը։ Մի շփվեք մարդկանց հետ sense մաքսիմալ զգուշանալով որ միամիտ հանգարցակի ասեմ այ Վարդուշ խաբարես որ մարդս փող աղրգի Ամերիկայից ընձի վсё կգնեմ կրակը ոչ հակառակ եւ որ Վարդուշ ասես մարդս փող աղրգի վայ շլավա փառք Աստծո արի օրտեմ քեզ որ թող տիրոջ զորությունը ավելի շատանա ձեր կյանքի մեջ յա տենց էլ նո որովհետեւ Վարդուշը մեղվի մտածելակերպ ունի Վարդուշը նայում է ամեն հարցին Աստծո աչքերով Աստծո աչքերով է նայում ոնց Աստված ուզում տեսնի ինքն էլ ուզում է տեսնի այդ դեպքում հավատացեք մեր կյանքում շատ բան կփոխվի եւ ինչպես որ Տիրոջ խոսքում ասում է մարդիկ տենալով ձեր սերը կասեն որ դուք իրականում իր աշակերտներն եք բայց հիմա պատկերացեք բոլորը նստում են ու ասկսում են սենց օքեյ հովիվ ասացիր մարդիկ ձեր սերը տեսնեն վերջ ես աթորից ես չեմ ելում բոլորը սկսեք ինձ սիրել բայց գուցե դու պետք է սկսես գուցե դու պետք է սկսես գուցե դու պետք է սկսես սիրել գուցե դու պետք է տեսնես օրինակ հիմար Վալոդի տունը այդ օրը ջուր չկա քո տունել 2 աման կա այն ամանի կեսը կամ այն մի ամանը տանես ես գիտես չկա էսի բերել են որ ծարավ չմնաք մինչև ջրերը գան հավատացեք այնքան երանելի է տալը որտեղ որ դու տալիս ես դու այնքան քեզ մեծ բավականություն ես ստանում խնդրում եմ սիրելի եկեղեցի ամեն մարդիկ ովքեր որ մեզ նայեք մտածեք ինչ եք տեսնում մտածեք ինչ եք տեսնում ամեն հարցում վատ բան եք ման գալիս ինչի հովիվ ասեց Վարդուշը ուրախանում է ընդդենք չգիտեմ Սիրուշի մարդը որ փող արկե ինչի նկատի ուներ հələ գնանք մի հատ Վարդուշի հետ խոսանք Վարդուշ ինչի նկատի ուներ հովիվը դա ասելով կարող է դու մի բան գիտես հա ու գնաց եկել Վարդուշը ցախավել է վեգալում մնում է հետեներից ռադները քաշեք իմ տնից ինչ եք ուզում իմ հովը ես լավ արի ասելա գիտեք ի՞նչն է հետաքրքիր իրականության մեջ մենք առնչվում ենք այսօր այդ կյանքին մեկի տունը մի հատ ավտո է կանում եկել սաղ շենքը նայում է այդ ինչ բերեցին հետո եկավ եթե եկեղեցու մեքենան է միանգամից կամերաները սաղ թեքում են մեքենա ասես ինչ են իջացնելու մեքենայից ասեմ մարդու չասեք ավետարան գիտեք սա է իրականությունը եկեք իրականում փոխենք մեր մտածելակերպը փոխենք մեր տեսողությունը ամեն բանի մեջ ման չգանք այսօր հովի կնիկ ինչեր սևակ է կարող է հով երեք տպել է իրան այսօր սևեր հակ է ճամփին աշկից գալուց բանա մեքաբել արելա որ աշկի տակի կապուտը չերևա գիտես ամեն ինչի մեջ դու կարաս ճանջի նման վատ բան մանգաս ամեն ինչի մեջ կարաս ճանջի նման այդ կեղտը մանգաս տնամելի կեղտ կտակը կարաս եւ կարաս ճիշտ հակառակը ասես նարակուր այսօր ինձ լավ գեղեցիկ տեսք ունեք սևն էլա ձեզ սազում բայց որ մի քիչ բարգույներ հագնեք ավելի սա կսազի ոչ թե ճանջի մտածելակերպ այլ արդեն մեղի որտեղ դու սկսում ես վարգույներ տեսնել ծաղիկը տեսնել քաղի պես տեսնում ես որ դու այդ քո կյանքի խնդիրը կարող ես Աստծո հետ լուծել որոշող դու ես որոշող դուք եք սելի
Այն մարդիկ ովքեր որ մեզ կնայեք, որոշողը դուք եք, ձեր կյանքի իրավիճակը ոնց անեք։ Ձեր տեսողությունը ինչպիսին պահեք, մեղվի նման թե ճանճի նման։ Ամեն ինչի մեջ փորձեք կեղտ մանգալ, թե ամեն ինչի մեջ փորձեք ծաղիկ գտնել։ Գիտեք, մեկ օր Սամսոնը չթույլատրված բան արեց։ Դիի մեջից մեղր գտավ։ Բայց դիի մեջ մեղր կար։ Ես հիմա ոչ թե Աստծո խոսքը շեղում եմ, այլ ուզում եմ ուրիշ տեսակետից քեզ ցույց տամ։ Ինքը դիի մեջ լավ բան տեսավ։ Ամեն ինչի մեջ դու կարող ես։ Կպի կողքին դասը դու կարող ես։ Գիտես, դու կարող ես ամեն ինչում լավ բան տեսնել եւ ամեն ինչում վատ բան։ Գիտես, դու ամեն ինչի մեջ կարաս, այդ ինչի են երկու քուր իրար կողքին նստած խոսում ես, կարող է ինձանից են խոսում։ Բայց ինչ գիտես, կարող է երկու քուրը իրար ձեր բռնած քո համար են աղոթում։ Ինչի՞ չես էդի տեսնում, այն մյուսն ես ուզում տեսնես։ Հավատացեք, աշխարհը այսպես մեծ արագությամբ գնում է դեպի այդ բղծության ու վատ բաների, իսկ քրիստոնյաները պետք է ճիշտ հակառակը անեն։ Ամեն ինչի մեջ փորձեն մեղվի պես։ Ամեն։ Ես օրհնում եմ ձեզ, օրհնում եմ ձեր շաբաթը։ Եվ ես ուզում եմ իրականում դուք մտածեք, ես ինչ եմ տեսնում։ Ես ամեն ինչի մեջ ինչ եմ տեսնում։ Գիտես, եկեք դառնանք քաղևներ։ Եկեք ամեն մեր կյանքի դժվարությունը նայենք ոնց Աստված նայում։ Եկեք վերցնենք այդ Ելիցյան տեղը, որտեղ ցնցոտիներով մարդիկ էին, բայց Աստված ասում է իմ զորքը։ Գիտես, սելի եկեղեցի։ Սելի այն մարդիկ ովքեր մեզ կնայեն։ Եվ որ դու այս քարոզը կվերջացնես լսելուց, կանգնի մի հատ հայելու առաջ ու սկսի քեզ նայել։ Ինչ ես տեսնում հայելու մեջ։ Վաու, ես տեսնում եմ գայթակղիչ մարմին, որ հենց փողոցեն դուրս գալի բոլորը գայթակղվում են։ Վայ քեզ։ Եթե դու մենակ դա ես տեսնում։ Ես տեսնում եմ մեկին, որ ցնցոտիներով ոչ մեկ չի ուզում իր այդ շփվի։ Իրականում վայ քեզ, որ քեզ տենց ես տեսնում։ Գիտես, բայց դու քեզ հայելու մեջ տեսնում ես Աստծո դուստր, Աստծո որդի, որ զինված, կանգնած, պատրաստ է միշտ իր գեներալ հրամանները կատարելու։ Այդ դեպքում դևն է քեզ տեսնում։ Ասում եմ, մենք մեր աչքին ու նրանց աչքին մարախների պես երևացինք։ Չէ հով, ինչ ես ասում, էլ մի հատ իմ տեսքը նայի։ Ես հենց փողոց եմ դուրս գալի, տղաների վիզը ծռվում է, 360 աշճան վրեկը պտտվում է։ Վայ քեզ, որ ու տենց է։ Վայ քեզ, որ ու տենց է։ Բայց երբ որ դուրս ես գալի փողոց, մենք հայերս մի հատ խոսք ունենք, չէ՞ որ երեն է քո տիրոջը։ Երեն է քո տիրոջը, որ քո տերն էլ Հիսուսն է։ Գիտես, իրականում դու երանելի ես, որովհետև դու ամեն ինչի նայում ես, ոնց է Աստված նայում։ Դևը քեզ միշտ ուրիշ բան է ուզում տեսնես։ Հովիվ գիտես, ես սխալվել եմ, ես ընկել եմ մեղքի մեջ, ես գիտես, ավետարանը դրա համար ճանապարհ ունի, ասում վազի խաչի մոտ, վազի խոստովանելու, վազի ապաշխարելու, վազի զղջալու, վազի հրաժարվելու ու կունենաս թողություն ու ներում։ Այդ դեպքում քո ակնոցների գույնը կփոխվի։ Մարդարը 7 անգամ էլ մի կկանգնի։ Դու ես որոշում, սիրելի եկեղեցի, սիրելի քույրես, եղբայրս, դու ես որոշում ինչ անես։ Դու ես որոշում ամեն ինչի մեջ կեղտ մանգաս, թե ամեն ինչի մեջ նայես ծաղիկներ։ Հիմա գուցե մեկն ասի, հով ջան, սա կյանքը որտես գունավոր տենամ, բա պրոբլեմների ժամանակ, որ սկսես Աստծո աչքերով նայել, կտեսնես լուծումը։ Կտեսնես լուծումը։ Ես մի շաբաթ առաջ խոսում էի։ Հեսուն մաներ գալի չգիտեր լուծումը, հրեշտակ եկավ լուծում ասեց։ Այն ծխի օրինակն է բերում քեզ, որ հատակից կտեսնես ելքը։ Ով հավես չունեմ։ Ես ուզում եմ քնեմ, առավոտել եմ ամեն ինչ փոխված լինի։ Հավատացեք, աշխարհի երևակայի 99% այդպես երազում է, որ քներ առավոտներ ամեն ինչ փոխված լիներ։
ամեն հատկապես պատերազմով անցած մարդիկ երազում են, որ քնեին առօտել են այդ պատերազմը եղածած չլներ։ Բայց չկա այդ բանը։ Ունենք են, ինչ ունենք։ Դրա համար եկեք սկսենք Աստծո աշկերով ամեն բան անել։ Խնդրում եմ կանգնեք ոտքի։